Վերջին մեր օրագարկը կամ թեման Կարեկին երկրորդ Փաշինյան պայքարն է։ Ինչ կտեսնեք այնտեղ վերջին շրջանի մենք որոշ եպիսկոպոսներու կողմէ ինչ որ քայլեր նկատվեցան։ Շքանշան է ստացել կաթողիկոսը, սաղ եկեղեցում 60 եպիսկոպոսով հավաքվել է, մեկը չի կանգնում ասերը շքանշան է ստացել, չես ամաչում կդրիչ։ Պետք է հավաքվեն, չգիտեմ, եպիսկոպոսներով կամ մոտիկ կանգնածներով կամ նաև կաթոլիկ եւ բողոքական հայ եկեղեցու, չգիտեմ, սաղով պետք է հավաքվեն կամ իրար WhatsApp-ով SMS գցեն, ասեն հավաքվի վեշերը կաչի, ասա հիվանդ եմ, չեմ կարում, մեռնում եմ, ինձ բուժեք։ Գնամ իտա ապրի քո համար, ոչ մեկ քեզ բան չի ան։ 10 օր առաջ հարցազրույցներու դարապ մգար։ Ինտիմատիր երկու գլխավոր ղեկավարներու կողմէ Սերժ Ռոբերտ Քոչարյան եւ բամը սկացիկ որ լրահոսի մեջ իրենք դարձան top news-ի ենթակա եւ հագաստեցություններ եւ այլն։ Ինչու էր այդ շարժումը։ Սերժ Սարգսյանը տվեց հարցազրույց 7 ժամանակ։ Ոչ մեկ չէր նայ մեծ հաշվով։ Առավոտ շուտ, լույսը չբացված։ Դուրս է գալի եթեր Նիկոլ Փաշինյանը live։ Ու սկսում է Սերժին հիշատակել։ Այնքան ասեց, մինչև մարդիկ սկսեցին դենալ տենալ այդ Սերժին ասը։ Այո։ Ուր է ընտիմությունը, ով է։ Այս մարդիկ դիդղոսավոր ընտիմություն են, բան Սարգսյան։ Մենք հիմա պիտի խոսենք Վարշավադի մասին, այնտեղ ով էր ընտիմություն։ Սա փորձ էր Գյումրի երկուն սենք ոչնչացնելու։ Մի քիչ Երևանից հեռու լիներ, Գյումրին կարար եւ կրկնվեր։ Երևանը շատ մոտիկ է ուղղակի։ Վահ Քոչարյանի առաջին համարը չեմ գիտեր ով է, հավանաբար Լևոն Քոչարյանը, եթե իր ցանկով ամբողջությամբ դանի հաղթանակ ընդրությունը չի կարա։ Ինչ գիտեք։ Չի կարա, ես ես երկրում եմ ապրում։ Այսինքն հիմա այդ թերապաշտումը չի գա։ Քոչարյան Գերդաստանը ունի այնպիսի բացասական վարկանիշ, որ իրենք գիտեն այդ մասին։ Իհարկե գիտեն։ Ինչ որ մարդկանց մոտ տպավորություն է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը դա նույն տիպի պետություններ են եւ նույն տիպի ժողովուրդներ, առհա ձեր բախտից։ Ադրբեջանը սկի ժողովուրդ չի։ Ղազախստանն էլ ասենք Ղրղստանի ինքնավար մարզ էր եւ սովետական միության հրամանով է ինքը ստացել հանրապետության նշան։ Այսինքն դուք հավասարության նշան եք դնում 40 տարվա ընթացքում ստեղծված պետականությունների, որոնք նույնիսկ ազգ չեն, էթնիկ խումբ են ելել։ Եվ Հայաստանի միջև, որ ասենք եվրոպական պատմության մեջ գլխից կա։ Հերիք խոզերի հետ ընկնեք լավ եկարա, վեր կացեք, ձեռներն են տվածեք, նստեք սեղանին։ Արևելքի արտագով բարևձեզ, կշարունակենք անգերց զրույցներու մեր շարքը, այսօր մեր հյուրը Գարեն Սարգսյանն է։ Գարեն Սարգսյանը Եվրատլանդյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահն է։ Բարի եկած եք, պարոն Սարգսյան, ուրախ եմ այս մշտանորոք առիթին համար։ Շնորհակալություն։ Ինչ կգադարվի մեր երկրի մեջ, ընդդիմությունը գսե, որ մեր երկիրը վերադառնա 1937-ի իրավիճակին, խոսքը հատկապես իմն է միմի հարթագի գլխավոր երկու անձնավորություններու ցերպակալումն է, ինչպես կգնահատեք դրույթը այս օրերում։ Դե մի փոքր իհարկե տեսեք երկու մասից է բաղկացած խնդիրը մեկ հայտարարությունը, որ 37-ը մոտենում իրանք լավ չեն պատկերացնում, դա ինչ է իհարկե ոչ, դրանք կասկած չկա։ Դա անիմաստ խոսույթ է եւ այդ խոսույթի հիմնական հասցեատերը ինձ համար գաղտնիք է, որովհետև ոչ մեկ Հայաստանում չի կարող դրա տակ որևէ հիմնավորում բերի։ Գոյություն չունի այնպիսի մի իրավիճակ Հայաստանում, որ դու կարող ես գտնել վիճակագրականորեն նշանակելի զանգված քանակ մարդկանց։ Ինչ որ մի խավ, որին դու դա կհամցնես ու իրանք կասեն միանշանակ այո, դա այդպես չի։ 37 թվականի մասին խոսույթները ինչու են հերկվում միանգամից, մեր արմունտամիտ բարեկամները երևի չգիտեն, 37 թվականին ինքը Fighter Club-ի պես մի բան է, 37 թվականին, 37 թվականի մասին խոսելը արգելվում, քրեականորեն պատժվում։ Այսինքն, երբ որ գա 37 թվականը, ոչ մեկ չի համարձակվի ասել, որ եկել է 37 թվականն է, որովհետև առաջինը ինքը կգնա։ Սա լուրջ մնա, այո, պատճառ համար 1 եւ հիմնական պատճառ եւ վերջին պատճառ։ Սրանից ենքում պատճառ չի։ Ինչ վերաբերվում է տղաների ձերբակալությանը, ենթադրում եմ, որ սա պայմանավորված է նրանով, որ արդեն իսկ իրենք ունեին ադմինիստրատիվ եւ այլ դատական տենց ինչ-որ խնդիրներ։
Այո, նույն բան զրպարտանքների բաների համար սա առաջինը չէր նրա համար։ Այսինքն գուտակված դոբրագ մգան։ Այո, գուտակվածն է դա հարցը։ Եվ դա ակնհայտորեն քաղաքական դիրքորոշում է, քաղաքացիական դիրքորոշում է, երբ մարդով ունի հարթակ խոսելու, իմանալով, տեղեկացված լինելով, որովհետև երկուսն էլ այնպես չի, որ կրթված չեն կամ չեն պատկերացնում համակարգը ինչպես է աշխատում, գիտակցված որոշում էր գնալ այս քայլին։ Եվ հիմա իրանք գիտակցված որոշումով ստացել են այն, ինչը նախատեսել իրենց համար գաղտնիք չի եղել, որ այսպես է։ Սա ուժ գուտա անտիմության, արմադական Ոչ, անտիմության։ իհարկե ոչ, սա շատ անհետ քայլ է եւ սա անդիմության հետ կապ չունի։ Քաղաքական առումով։ Եթե դուք խոսում եք քաղաքական անդիմության մասին, Հայաստանի մեջ իրանք անդիմություն չեն, որովհետեւ գործող իշխանությունները իրենցից ընդամենը մի խաս, մի քիչ պակաս են ուզում Ռուսաստանի հետ լինեն։ Այնց չի, որ բանը իրանք այլ օրակարգ ունեն։ Իրենց օրակարգը մեծ հաշվով որ դնեք թղթին եւ Նիկոլ Փաշինյանի կուսակցության իրականացվող օրակարգը ոչ բանով չի տարբերվում։ Մանավանդ եթե վերցնեք Սերժ Սարգսյանին, որին 7 ժամ խոսեցրել էին եւ մեծ հաշվով ով որ 18 թվականին փաստացի հանրապետականի մեծամասնության ջանքերով իշխանությունը փոխանցեց Նիկոլ Փաշինյանին, իսկ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ վեկտորը չի փոխվում։ Ոնց ասել է, տենց անում վեկտորը չի փոխվում։ Այսինքն ինչ որ Եվրոպայի եւ Ռուսաստանի մեջ բալանս, ընդ որում խնդրեմը որն է, գործող իշխանությունները այդ բալանսը պահում են չնայած նրա համար, Ռուսաստանը ռազմական գործողություններ սկսել, ագրեսիվ պատերազմ սկսել, Ռուսաստանի ղեկավարը ճանաչվել է ռազմական անձագործ, ավելի վատ է Ռուսաստանի դիրքը։ Այո, պատժամիջոցների տակ է, ասենք ամենամոտիկը Իրանն է, որից ինքը մոտավորապես 8 անգամ ավել պատժամիջոց ունի վրան կիրառած, մասնավորապես վերջին թվերը ես որ հիշում 24 թվականի դեկտեմբերի 31-ով մոտավորապես 29000 առանձին վերցրած պատժամիջոց Ռուսաստանի վրա է կիրառվում եւ ընդամենը 7800 Իրանի Իսլամական Հանրապետության։ Դեսեք համեմատությունները որ նայեք կտեսնեք եւ հիմա դրանք ավելանում են, այսինքն Ռուսաստանի տնտեսությունը պարկում է, Ռուսաստանը գնալով թուլանում է, Ռուսաստանի կենտրոնական բանկը հայտարարում է, որ սպասվում է տնտեսական անկում եւ գնաճ եւ բյուջեի դեֆիցիտ եւ այդ ամեն ինչը չի դադարելու, մոտակա 3 տարում դա շարունակվելու է Ռուսաստանի կիրառվող բաները, միջոցները, որոնք որ իրենք պահպանված ունեին, այսպես կոչված ազգային բարեկեցության հիմնադրամում, որ գոյանում էր նավթի փողից, մոտավորապես որ պատկերացնեք, մինչև տարվա վերջ, այսինքն այս տարվա ընթացքում դեֆիցիտ առաջացող դեֆիցիտը կլինի մոտավորապես 7 տրիլիոն ռուբլի, իսկ այդ հիմնադրամում մնացել է այն միջոցները, որոնք կարելի է վերածել փողի 3.9 Այսինքն վերջացել է Ռուսաստանը։ Չնայած դրան, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է պահել պրոռուսական քաղաքականությունը, մեծ ուրախությամբ բերում է բան, կոմբիկեր, այո, որը բանը անասնակեր է։ Իրականում անասնակեր է։ Ընդ որում մասնավոր ընկերությունների համար, դրա մասին բարձրաձայնում է, որ պետությունը կապ չունի, ինչ որ մասնավոր բերել է։ Ինձ նոր ասեցին, որ դա ոչ միայն կոմբիկեր կարա լինի, այլ կարա լինի օղու համար, օղու արտադրության համար ծորեն, երկրորդ կարգի ծորեն, որը հաց չի ամեն դեպքում, օղի արտադրած։ Դա ամեն դեպքում տեխնիկական հացահատիկ։ Եվ սա մեծ հպարտությամբ ներկայացվում է որպես մեծագույն հաղթանակ եւ ապաշրջափակում, ճիշտն ասած ինձ համար ապաշրջափակումը դա այն է, երբ դու բացում ես նոր շուկա։ Այն որ ԵԱՏՄ-ից, այսինքն Ղազախստանից եւ Ռուսաստանից ցորեն է եկել Ադրբեջանով Ալիևի անձնական հրահանգով, դա չի նշանակում, որ ինչ-որ միտեղ ապաշրջափակում եղավ կամ նոր շուկաներ ձեռք բերվեցին կամ բալանսավորվեց։ Ոչինչ չի փոխվել։ Նույն Սելջուկ բոլշևիկյան միությունից դու բերել ես ծորեն։ Okay, հիմա այտենց լարսով չես բերել ես ընդ որում մեզ համար, Հայաստանի Հանրապետության համար, պաշտոնապես։ Այն ծորենը, որը եկել է, ոնց է եկել մեզ չի հետաքրքրում։ Ինքը մտել է Վրաստանով, այսինքն ոչ մի տարբերություն չկա։ Վերջի 35 տարին մեր մոտ էլի գալիս էր Վրաստանով։ Հիմա ինքը մինչև Վրաստան ինչ ճանապարհ է անցել, այդ ոչ մեկին չի անհանգստացնում մեծ հաշվով։ Նույն բանն է, ինքը եկել է, մտել է Վրաստան, Վրաստանով մտել է Հայաստան։ Հիմա նենց է գնացել, գնում էր Թուրքիա, Թուրքիայից գալիս էր Վրաստան, մեզ մոտ սաղ ֆիքսում է Վրաստան։
հա, ծագման երկիրը, օքեյ, Ղազախստան, հա, բայց դե որտեղ եք տեսել, որ ճանապարհը ֆիքսվի փաստաթղթերում, ինձ թող ուղեն, ես չգիտեմ մաքսային այդ լոգիստիկ բաներում, ու եթե լոգիստիկա է, հասկացա, բայց պետականորեն մաքսայինում ինչ ֆիքսվում է, որ երկրներով է եկել ապրանքը։ Դուք կուզեք ասել, որ այս բոլորը ցույց կտան, որ այդ խաղաղության գործընթացի ջանաբարներու առումով ոչ մեկ փոփոխություն ունենք մենք։ No, փոփոխությունը չի հարցը։ Խոսքը նրա մասին է, որ դեպի արևելք այդ ճանապարհը Ադրբեջանով, որ մեզ ուզում են հրամցնեն որպես ձեռքբերում, դա ոչինչ է։ Այսինքն ինքը Ադրբեջանով կապում մտամ Ադրբեջանով, հələ որ նույն Վրաստանն է։ Ասում են, չէ, միրգի դեղը ինչ որ։ Հա, ինքը բան է, ինքը միևնույնն է, մեզ կապում է ԵԱՏՄ-ի շուկայի հետ։ Այսինքն արդեն մենք այդ շուկայի չկա դիվերսիֆիկացիա, հենց այդ եմ փորձում ասել։ Բալանս, նոր որակ չի։ Միանշանակ ոչ մի նոր բան, այս լինի տրիպը Տրամպի անվան փակուղին, լինի ինչ որ Ադրբեջանով ինչ որ միտեղ, Ադրբեջանով ասենք, չգիտեմ, Չինաստան, այս բոլորը միևնույնն է, հանդիսանում է նույն Հայաստան ԵԱՏՄ հարաբերությունների մեջ, այսինքն ոչ բան չի փոխվում։ Որևէ արժեք սա չունի։ Okay. Բայց հասարակությանը ուրիշ բան է ներկայացվում։ Հասարակությունը ներկայացվում է ուրիշ բան, բայց դե հասարակության ներկայացվելը ոչի։ Հասարակությանը շատ բան է ներկայացվում, բայց դու չես կարող ժողովրդին միշտ խաբես։ Ինչ որ մի պահ այս էյֆորիան, որ հասարակությունը չի դրական գնահատում, հասարակությունը գնահատում է դրական, որովհետև համարվում է, որ այլևս ծանր տեխնիկայի կիրառմամբ մարտական գործողություններ չեն լինի։ Բայց այդ ծանր տեխնիկայի կիրառմամբ մարտական գործողությունների բացառումը տեղի է ունեցել եվրոպական դիտորդական առաքելություն հայտնվելուց հետո։ Սա Եվրամիության շնորհքն է, սա Եվրատլանտյան համայնքի շնորհքն է, որը 22 թվականից է տեղի ունեցել։ Նենսի Պելոսիի այց եւ այլն եւ այլն եւ այլն։ Այս նույնիսկ այս խաղաղության պայմանագիրը, որը նախաստորագրվել է օգոստոսի 8-ին, Տրամպն ինչ-որ խզբզեց, հետո ասեց բարև ձեզ Ալբանիա եւ Կամբոջա եւ շատ ուրախ եմ, որ չեք հարձակվել Թայլանդի եւ Պերուի վրա, այս ամբողջը ստեղծվել է Բլինկեն-Բայդեն ադմինիստրացիայի ժամանակ։ Այսինքն, տեսեք, ոչ մի նոր բան 25 թվականին տեղի չի ունեցել, բացի նրանից, որ մեմորանդումներ, այսինքն հուշագրեր են ստորագրվել 4 հատ, որոնք յուրաքանչյուրը 1 տարվա կյանք ունի։ Եվ այդպես նշված է։ Այո, փաստաթղթի մեջ տենց է նշված, որ ամեն տարի իրանք երկարացվում են։ Վերանորոգվում են։ Երկարացվում են, եթե կողմերից ոչ մեկը ոչ մի բան չի հայտարարում։ Եվ ընդհանուր առմամբ այս հուշագրերը գործում են 4 տարի։ Այսինքն մինչև Տրամպի բանի ժամկետը։ Նախագահական պաշտոնում գտնվելու ժամկետի ավարտը, ասենց ասեմ։ Սա է միակ ձեռքբերումը։ Այո, հրաշալի է, մենք ստացել ենք ինչ-որ NVIDIA-ի չիպեր, հնարավորություն բերել, բայց այս ամբողջ այս գործընթացը ռազմավարական համագործակցության Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի այս փաստաթուղթը, Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության խարտան, Հայաստանի եւ Եվրոպական միության այդ բաները, որը որ ստորագրել, այդ բոլորը ստորագրվել է նախորդ ադմինիստրացիայի ժամանակ։ Այս ադմինիստրացիայի ժամանակ դժվար ասած ձեռքբերում կոչել, ակտիվորեն խոսացվում, հա, որ Սյունիքը պետք է կտրվի։ Այսինքն ոչ թե Սյունիքը կտրվի, այլ Սյունիքով պետք է անցնի ինչ-որ ճանապարհ, որը տնտեսապես արդարացված չի, որի տնտեսական պարունակությունը ապրանքների եւ ծառայությունների հստակ չի, հայտնի չեն կողմերը, բացի Նետանյահուի հետ փոխկապակցված ընկերություններից, որոնք այս ամբողջը օգտագործելու են, որպեսզի Իրանին կտրեն Հայաստանից, իսկ Իրանը հայտարարում է, որ Իրանի համար Հայաստանը դա մուտք է դեպի Եվրոպա, վերջակետ։ Այսինքն վերջը փախում կրնալալ։ Միանշանակ խաղաղության այս փաստաթուղթը, որ կա, ինքը խաղաղության փաստաթուղթ մի կողմ, բայց այս տրիպը մանավանդ, քանի որ ինքը 4 տարով է, եւ խիստ կասկածում եմ, որ Տրամպին հիմա որ մեկը զանգի ասի, ես
Արմենիայից եմ, ինքը կհասնի Ալբանիա, հա, Կամբոջա, տեղը չի Դղերքինգը դա հեռախոսը։ Չի բանանի, կդնի հեռախոսը կամ կասի զբաղված եմ գոլֆիկ եմ խաղում, հետո կգաս։ Այսինքն մենք չունենք այդ բանը։ Մենք չունենք Ամերիկայի Միացյալ Նահանգների ադմինիստրացիայից որևէ հիմնավորում, փաստաթուղթ, աջակցություն, որ ինքը ռազմական ուժով մեզ կաջակցի։ Դա փաստաթղթերում ֆիքսած է, որ այդ հուշագրերը չունեն իրավական ուժ, չունեն ռազմական ուժ, չունեն միջազգային պայմանագրի ուժ, իրանք ոչինչ չունեն։ Ոչինչ չունեն։ Բարին, գիտեք, պարոն Սարգսյան, 10 օր առաջ գրեթե շատ հարցազրույցներ ու դարապ մգար ընդդիմադիր երկու գլխավոր ղեկավարներու կողմէ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան եւ բամը զգացինք, որ այսպես ճիշտ է, որ հասարակության կարևոր մեկ շերտը մերժելով գմերժի այս երկու քաղաքական թեմքերուն կամ առաջնորդներուն կուրսը, բայց լրահոսի մեջ իրենք դարձան top news-ի ենթակա եւ հագաստեցություններ եւ այլն։ Ինչու էր այդ շարժումը, ով ինչ կփորձենել, արդյոք հերագարավարման վահանագի այդ բուլտը ինչու խփեցին, ինչ էր հերագարնաբադագը, ինչպես կդիտարկեք դուք ինտիմատիվ տաշտը։ Դուք նորից այդ թակարդի մեջ եք գտնվում եւ նույն բանն եք կրկնում։ Ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը, իրանք ոնց ասեմ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդն են, բայց դե ֆակտո բայց իրանք ընդդիմադիր չեն։ Ուրեմն ընդդիմություն չունենք մենք Հայաստանի մեջ։ Ազգային ժողովում ներկայացված մենք ընդդիմություն չունենք, այո։ Ազգային ժողովում եթե մենք ունենայինք ընդդիմություն, իրանք իրանց կվառեին, չգիտեմ, կկապեին աթոռներին, կասեին 44-ի բաները բացեք։ Տեսեք Ամերիկայի Միացյալ Հենց շորերը գջղեին, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգներում կա ընդդիմություն։ Օրինակ դեմոկրատները պահանջում են, որ բանի ֆայլերը բացվի։ Տրամպի։ Հա, այդ կղզու այստեղ բայց չեն ուզում, չէ՞, ինչ որ հասկացան ես 44 օրյայի 44 օրյան ստացել են, փակել են, գաղտնիություն են դրել, փակել են։ Այսինքն մեկ օրինակ է իհարկե։ Դե չիմա չգիտեմ ուր է ընդդիմությունը ով է այս մարդիկ դիդրոսավոր ընդդիմություն են բան Սարգսյան մենք հիմա պիտի խոսենք Վարշավադի մասին այնտեղ ով էր ընդդիմությունը ի վերջո Հայաստանում ընդդիմությունը այդ են ուժերն են նու հələ որ իրանք հիմնականում նու կոպիտ ասած իդեմս մեզ իդեմս Եվրոատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի որոնք միանշանակ եւ առանց որևէ եթեների կամերի այդքան էլ միանշանակ չի հայտարարությունների տեսնում են Հայաստանը Եվրամիության կազմում։ Ընդ որում ոչ մի կերպ եւ ոչ մի ձևով չեն էլ փորձում համագործակցել, ասենք այն մնացած ընդդիմության հետ։ Այն ընդդիմության, որը Նիկոլ Փաշինյանին համարում է թշնամի կամ Նիկոլ Փաշինյանը, որ օրորի բան անում։ Հիմա վերադառնում է նրան։ Տեսեք, Սերժ Սարգսյանը տվեց հարցազրույց 7 ժամանոց։ Այդ ալիքով որ խոսեցինք տղաների ոչ մեկ չէր նայ մեծ հաշվով առավոտ շուտ առավոտ կանուխ լույսը չբացված դուրս է գալի եթեր Նիկոլ Փաշինյանը լայվ ու սկսում է Սերժին հիշատակել այնքան ասեց մինչև մարդիկ սկսեցին գնալ տենալ այդ Սերժին ասը այո Այսինքն ես նորից եմ ասում, Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի համար գերհարմար ընդդիմություն են ճակերտավոր, որովհետեւ մի անգամ ասեց, կանցեն։ Ու Ալեն Սիմոնյանը ազգային ժողովի նախագահն ժամանակ առ ժամանակ ասում է դա, դուք շատ հարմար ընդդիմություն եք։ Շատ լավ եք։ Ձեր ֆոնի վրա շատ հարմար է, բայց իրենք բոլորը Հայաստանում ընդդիմությունը որն է, տեսեք, կա տնտեսվարման ձև, ազատ տնտեսական հարաբերություններ։ Հայության համար մանավանդ արևմտահայության համար շատ հայտնի եւ հասկանալի բան փոքր միջին բիզնեսը դա հիմքն է ամեն ինչի փոքր խանութներ փոքր արտադրություն միջին խանութներ միջին արտադրություն դու իմանաս ինչ ես անում ոնց ես անում Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանը ատելով ատում են փոքր եւ միջին բիզնեսը ատելով ատում են
Ինչու՞։ Որովհետև փոքր միջին բիզնեսը եթե զարգանում է, ինքը առաջ է քաշում սեփական կարծիքը, առաջ քաշում նորմալ բան է, պատմականորեն գիտենք, հա, ինչ էր սկզբից տենց բոլորը կոմս էին եւ բարոն էին եւ այնուհետ եկան բուրժուաները եւ ասցին որ չէ գիտես մեր իրավունքները հարկը մենք ենք տալի, բա մեր իրավունքները, բա մեր քաղաքների բանը, առավելևս Հայաստանում պատմականորեն քաղաքները միշտ եղել են արշակումների ժամանակվանից քաղաքները բան են ինքնավարություն են ունեցել։ Փոքր միջին բիզնեսը թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի, թե Լևոն Տեր-Պետրոսյանի եւ թե Նիկոլ Փաշինյանի կառավարությունների հիմնական թշնամին են։ Հիմնական հարկային որով ինքնավարություն կստեղծեն։ Հա, ինչ են անում։ Օրինակ հարկային դաշտով հիմա փոքր միջին բիզնեսը խեղդվում է։ Հատուկ նպատակային սկզբից իջացրեցին, բոլորը բերեցին, սաղին գրանցեցին, հիմա հարկերը բարձրացրեցին։ Հիմա նոր պայմաններ են մտցնում, ավելի պատժիչ պայմաններ, ավելի բարդեցնող պայմաններ փոքր միջին բիզնես վարելու համար։ Սա է խնդիրը։ Ինչու՞, որովհետև իրանք անկախություն են ձեռք բերում, գումար կա, անկախություն են ձեռք բերում։ Եվ կարծիքի ազատություն։ Կարծիք ունեն։ Իրանք գիտեն իրենց բիզնեսը պետքա զարգանա, իրանք գիտեն իրենց բիզնեսին ինչա պետք, իրենց երեխեքին ինչա պետք։ Կամ որ քաղաքական կուրսը եթե հաջողի իրենց բոլորի հետ չես կարա պայմանավորվես։ Այն 40 ավազակների հետ, որ ես ու Երջանկայիշոտակ Արմեն հետ որ մտցրել էինք, որ կա 40 մեգա դախլչիների, սուպեր դախլչիների ընտանիքներ, որոնք այս բանի մեջ իրենց հետ պայմանավորվել է։ Դե արաբական ասացվածք է գուցե, չէ։ Հա, իրենց հետ պայմանավորվել է հեշտ է։ Իրանք Ռուսաստանի հետ գործ են անում, այնտեղ են կաշառք տալիս, այդտեղ են կաշառք տալի, բերում են, բան են անում։ Իրանց որ պետք է լինում Սերժ Սարգսյանը ոնց էր կառավարում, իրան այսպես պետք էր ինչ որ գումար էր պակասում բյուջե։ Հա, ինքը այդ 40 ավազակներից երկուսին կանչում էր, ասում էր արիլը, սկան բերեց։ Մուծվեք։ Նու ըստ օթում կախված լուրերի երբեք չեմ մասնակցել այդ խոսակցանը, բայց մոտարապես հասկանալի է, որ այդ պրինցիպը է։ Նույն բանը Նիկոլն է անում, ի՞նչ տարբերություն։ Նույն բանը Նիկոլն է անում, որ նայեք, ասենք, տնտեսական ակտիվության աճը, որը իրանք փորձում են ցույց տալ, ինչով է պայմանավորված շինարարությամբ։ Հասկանում եք, շինարարությունը դա արդեն ընդ որում Երևանի հերը անիծել։ Հա, ընդ որում դա արդեն ոնց որ ասում են մարած օբլիգացիա է։ Չինաստանը տենց արդեն վարի գնաց։ Հիմա մենք բոլորս տեսնում ենք ժամանակին տեսնում ենք ոնց են սարքում։ Այո։ Հիմա ինտերնետը լցված է տրակատը, որտեղ ինչի համար, որովհետև իրանց էլ էր պետք տնտեսական աճ։ Այսինքն ինչ որ ընտանիք, ինչ որ բիզնես, ինչ որ մարդիկ գումարները փրկելու համար իրենց գումարները, որը ինչ որ միտեղ են, ընդունենք, պայմանական չեմ մասնակցել Ռուսաստանում, որպեսզի այդ գումարները բերեն, ինչ են անում։ Գալիս են ստեղ, կառուցում են 30, 20, 15, 18 արկանի շենքեր, որոնք Երևանի համար աբսուրդ են։ Երևանը 7 բալանոց երկրաշարժերի գոտում է։ Կառուցում են գոստերով, այսինքն սովետական ստանդարտներով, որը ընդհանուր առմամբ չունի հիմնավոր մոսկովյան ստանդարտներով կառուցված շենքեր են։ Խիստ կասկածում եմ, որ իրանք կդիմանան 6 բալանոց երկրաշարժին առանց բանի, 7-8 չեմ էլ ասում, Աստված գիտի այդ 30 հարկանին ինչա։ Բոլոր շինարարական նորմատիվները խախտելով կառուցում են այս շենքերը։ Ինչ անում։ Ինքը շենքը կառուցում է, հետո բանկը այդ շենքը սկսում է հիպոթեկով վաճառել։ Չէ՞։ Ինքը պայմանավորված է։ Ինքը դատարկ շենքը տալիս է բանկին, իր փողը դնում է գրպանը, փողը լվաց, չէ՞։ Վերջ։ Ինչ կլինի այդ շենքը, ում է պետք, քանի հոգի եք ապրացնելու այդ շենքում։ Այդ մարդիկ, որ այնտեղ ապրելու են, ինչ ենթակառուցվածք ունեն, մանկապարտեզ, դպրոց, կոյուղի, ջուր, գազ, հոսանք, ոչ մի բանը հաշված չի։ Ոչինչը հաշված չի։ Եվ պրոբլեմ պիտի դառնան։ Արդեն դարել են։ Նիկոլ Փաշինյանը այսա, ընդ որում խիստ կասկածում եմ, որ այդ բանը մի հատ այդ կառուցապատողն է այդ թվերը մտցնում։ Մի հատ այտենց է հնայի մեջ գնում։ Մի հատ բանկն է ծախելուց այդ թվերը մտցնում։ Ասենք նույն շենք կարող է 2 անգամ էլ են ֆիքսում։ Ով գիտի։ Ով է պատասխանատու դրան։ Եվ լիքը խնդիրներ կան այդ կառուցապատողները։ Կառուցապատողները, այսինքն շինարարությունը մեզ մոտ օրենք կա, որ ասենք վերցնում ես տարածք ունես կառուցապատման, դու ընդամենը 30%-ը տարածքի կարաս օգտագործես շենքի համար, մնացածը պետք է լինի կանաչ տարածքներ, մանկական բան։ Հələ մի հատ տեսեք ինչ են անում։ Մի հատ եկեք դավթաշեն։ Եկեք որն է դավթաշեն, դուրս եկեք Արշակունյացի սկիզբ։
Ընդ որում կառավարությունը որոշում է կայացրել, որ Հայաստանում շինարարությունը պետք է գնա եվրոպական ստանդարտներով։ Որոշում կա նաև։ Այո, կառավարության որոշում կա։ Նու, ես լսել եմ, որ կա։ Թե ով է դրան հետևում։ Դասագանը գասեր, մաշալլա։ Որոշումը ընդունել են, հրաշալի է։ Ում վրա է պատասխանատվությունը։ Ով է ստուգում։ Ով է պատասխանատվության ենթարկում։ Ուրա քրեական օրենսգրքի այն հոդվածները, որի տակ գնում են դրանք մարդիկ դուներու մեջ են ապրում եւ վավերաթուղթ չունեն իրենց վճարած բնակարանի հիմքով։ Ես լուրջ եմ ասում, ասենք կոյուղին վաղը ջուր պիտի չունենան։ Չի դիմանալ։ Ճիշտ է։ Դրակելու է։ Ջուրը, կոյուղին, բան է, չի դիմանալ։ Դա ահավոր է։ Հիմա ինչ եմ ասում, այդ փոքր միջին բիզնեսի համար, սա օրինակ որ թողես, իրանք թույլ չեն տա սենց բան։ Իրանք որտեվ տնտեսության հիմքն են, իրանք գիտեն, որ այդ պրոբլեմա, լուրջ պրոբլեմա։ Հասկանում եք, երբ որ իրար կողք դրած է 8 հատ 20 հարկանի շենք, այդ 8 հատ 20 հարկանի շենքում բնակիչների քանակի, որ վերացում եք, բան հասկանում եք, որ ավտոկայան տեղի չկա։ Որտեվ այսօր ավտոմեքենան նենց չի, որ շռայլություն է։ Դու պետք է յուրաքանչյուր բնակարանին 2 ավտոկայան տեղի հաշվես, որ նորմալ լինի։ Հələ մարդկա հյուրա գալու, չէ։ Հյուրերի մաքենաները ինչ է, բա այդքան բնակարան է, այդքան բնակարանների մեջ ու հավանականության տեսությամբ, ասենք 100-ում կարա լինի ծնունդ կնունդ, չգիտեմ, ուղակի իրադարձություն մեկի մոտ հյուր են եկել, մեկի մոտ, չգիտեմ, մեկը վատացել է։ Ասենք այդ մեքենաները ուր են կանգնելու դրանց մոտ գալացող։ Շտապ օգնության մեքենաները ոնց են գալու։ Հրշեջ մեքենաները որտեղ են գալու։ 20 հարկ դու հրշեջ մեքենաներ ունես, որոնք կարան 20 հարկի վրա աշխատեն։ Լուրջ։ Իրոք։ Պարոն Սարգսյան, խոսենք քիչ Վարշավադի ընտրություններու ծեր վերլուծությունները հետաքրքրական են։ Այնտեղ մենք տեսանք իշխանության հաղթանակը եւ անշուշտ վառ գույներով նաեւ այդ թևին, արևմտամետ թևին փոցավար բարդությունը նաեւ նկատեցինք, թե ընդդիմությունը այնքան թույլ չէր, ինչքան որ կպատկերացներ իշխանությունը, այսինքն 10,000 քվ ստանալը գադակ բան չէ եւ այնտեղ ինչ որ հարցեր կան անհասկանալի, ծերպակալություն եւ այլն գաշարքի պատմություններ։ Դուք ինչպես կգնահատեք ընդհանուր պատկերը այս ընդրություններու։ Սա փորձ էր Գյումրի երկուն սենք ոչնչացնելու գաղափարը կար այնտեղ, որ հաջողեցավ իշխանությունը բահել իր սենք վարգանիշը, թե մարդիկ կվեհարգեցին ուղագի Մեխագյանին, որտեղ իր մեջ տեսան ամենաարժանին այդ քաղաքը, այդ շրջանը կառավարելու։ Մի քիչ Երևանից հեռու լիներ, Գյումրին կարար եւ կրկնվեր։ Երևանը շատ մոտիկ է ուղղակի։ Այդ է հարցը։ Դե արևմտամետ ընդդիմություն ով էր այնտեղ մասնակցում, Արամ Սարգսյանից բացի ոչ մի։ Այո։ Հա, բայց ուր էր ընդդիմությունը այս բոլոր։ Բայց դուք իրոք իջմիացնում սպասում եք ընդդիմություն արևմտամետ։ Դժվար է, չէ։ Տեսեք, դե հիմա մինչև հիմա եթե homework չէ հրացած ժողովուրդը։ Խնդիրը դրանում չի արևմտամետ ընդդիմության համար, որ գոյանա բանի, ընդ որում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին է խոսքը, որպիսի լոկալ ընտրություններում որ նաև քաղաքական էին, պարոն Սարգսյան։ Հիմա եկեք անգերց չէ, քաղաքական չէր։ Անձնավորված էր, բայց քաղաքական չէր։ Արևմտամետ թե ոչ արևմտամետ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությանը կուսակցությունը քաղաքական ուժը օրակարգ չունի գլոբալ աշխարհակաղակական։ Մեծ օրակարգ։ Ինչ դու գալիս ես ինչ ասես։ Ճանապարհները պիտի սարքես, ոչ թե։ Okay, ճանապարհ, հարցեր կան, մանկապարտեզ, բանես, շուներու հարց ունին, օրինակ, պատկերացում։ Հա, պահպանությունը, շուննա, կանաչ տարածքները, բնապահպանությունը, քեզ աշխարհակաղակական հարցերը հետաքրում քեզ, այդ կուսակցությունը, աշխարհակաղակական հարցերը կարող են հետաքրքրել, մենակ նրանով, որ օրինակ, ինչպես մենք ենք ուզում, եթե մենք այտենց Եվրամիության անդամակցությունը դուրս գանք եւ բերենք դեպի հիմնական մեր ուղղություն, որով Հայաստանը պետք է զարգանա, օրինակ բնապահպանության,
գյուղական բնակավայրերի, որտեղ Իրան այնտեղ գծված գյուղական բնակավայրերի զբաղվածության հարցը սուբսիդավորվում, вообще գյուղատնտեսությունը սուբսիդավորվում է, բնապահպանության հարցերը լուծվում են, աղբանության հարցը եւ աղբամշակող գործարանները եւս կարա Եվրամիության ինստիտուտների շնորհիվ ստանան կամ expertise, այսինքն կամ մասնագետներ գիտելիք, որը թույլ կտա կառուցել, կամ նույնիսկ մտցնել բան տենդերի մեջ Եվրամիության մեծ բանով, որ ինչ որ մեկը գա դա անի ամբողջությամբ այն մնացած բաներն էլ ինքը ստանա շահույթները, եթե մենք չենք կարողանում անենք, այսինքն դա բայց սա է ընդհանրապես հիմա եթե մենք գնում ենք ինչ որ մի գյուղական համայնքում ընտրությունների ես ինչ պետք է գնամ պատմեմ նրա մասին, որ Պուտինը մանկապիղծ ռազմական հանցագործ է, դրա համար ինչ, դրա համար ձեր գյուղի ճանապարհը այս վիճակում է, չէ, ձեր գյուղի ճանապարհը այս վիճակում է, որովհետև Նիկոլ Փաշինյանի ոտեր ինչի ձեր գյուղը, որովհետև դուք 100 ձեն ունեք ընդամենը, կամ գյուղի ճանապարհը մեծ հաշվով ինքը նույնիսկ գյուղական հարց չի, որովհետև տեսեք, եթե գյուղում մի բան եղավ, այդ մեզ մոտ է ընդունված, հա, էլի աշխարհաքաղաքական թեմա։ Մեզ մոտ է ընդունված, եթե օրինակ շլափօգնության մեքենան չեկավ գյուղ, նորմալ երկրներում դատի կտան կառավարությանը։ Հասցեադերը կառավարությունը։ Մեզ մոտ չեն անի։ Մեզ մոտ չեն անի, բայց այդ, ասենք ես գիտակցում եմ, որ դեպի գյուղ գնացող ճանապարհը պետք է սարքված լինի, ոչ թե որպեսի ընտրություններից ընտրություն։ Ընդ որում ինչի եմ ասում, սկսեցինք բանից, չէ՞։ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանից կամ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունից չի տարբեր ոչ մի բանում։ Նրանք ուղղակի ընտրություններից 20 օր առաջ էին սկսում ասֆալտ գցել, սա մի տարի առաջ սկսեց։ Ճանապարհներ կառուցել, ցույց տալ այդ ճանապարհները, դպրոցներ կառուցել, դպրոցը կառուցումը դասատու ինչի ստեղծում։ Հոյակապ շենք ունենք, հետո։ Բավա դասավանդել ունեն, դե երեխա չկա սովորող։ Դու պետք է պայման ստեղծես, որ գյուղական ընտանիքում բազմազավակ ընտանիք, այո, որ նորից ցանկանան 3-ից 4 երեխա ունենան։ Հիմա փող են տալիս երկրորդ, երրորդ երեխա։ Երկրորդ երեխային, երրորդին բավարար չի։ Առաջինից սկսած պետք է ամեն մեկին 1400,000 միանվագ։ $1000։ Հիմա վերադառնանք այդ ընտրությունները։ Այդ ընտրությունները նույն բանն է։ Կա իշխանություն։ Բայց ընդդիմությունը գուզեր անպայման հաղթել, այսինքն այնտեղ մեծ ռեսուրսներ տրված են այդպես։ Իհարկե, բայց ընդդիմությունը, այդ ձեր ասած ընդդիմությունը այդ բանը, այսպես կոչված սաստավը, հա, իրանք ներկայացնելու բան ունեն, իրանք կարան խոսեն, իրանք ունեն շրջապատ, իրանք տեղից են։ Տեղում են, արմատներով տեղից են, դրանք չեն ուզում, որ գումարը պետք է վերաբաշխեն։ Նախկինները, եկեք սենց ասենք, հա, հին նախկինները եւ նոր նախկիններից, այսինքն Նիկոլ Փաշինյանից ինչու են տարբերվում։ Հին նախկինները այդ գումարները, որ գալիս են, իրանք ունեն մեխանիզմներ, որով վերաբաշխվում են եւ բոլորը գոհ են ըստ ամենայնի։ Այս նորերը այլ կերպ են այդ գումարները վերաբաշխում, ընդհանրապես։ Նրանք էլ էին ճանապարհ սարքում, բայց վերջի բանը, վերջի ամիսներին, սրանք մենք շուտ են սարքում։ Պիտի ուզեք ասել, որ դուք կողմ գլայիք, եթե ընդդիմությունը շահեր Վարշավադի մեջ։ Մյուս ընդդիմությունը Քոչարյանի չի է։ Եվ իրանք են կրել։ Ինչ տարբերություն հիմա նույնն է։ Իհարկե։ Նորից եմ ասում։ Ընդհանրական առումով ալ նույնն է, այսինքն Հայաստանի մասշտաբով, եթե Վաղ Քոչարյանի առաջին համարը չեմ գիտեր ով է, հավանաբար Լևոն Քոչարյանը, եթե իր ցանկով ամբողջությամբ դանի հաղթանակ ընդդիմությունը չի կարա։ Ինչ գիտեք։ Չի կարա, ես էս երկրում եմ ապրում։ Այսինքն հիմա այդ թերապաշտումը չի գա։ Քոչարյան Գերդաստանը ունի այնպիսի բացասական վարկանիշ, որ իրենք գիտեն այդ մասին։ Իհարկե գիտեն։ Բայց չեն սենց հանգիստ Նիկոլը Տրիոլոգան։ Տեսեք պրոբլեմ քաղաքական պայքարը ինչի մասին է, որ դու մնաս իշխանության մեջ, հա? Ազգային ժողովում ներկայացված բոլոր ուժերը իրանք իշխանություն են։ Հիմա սա անդիմությունն է, սա բանա պաշտոնապես, սա բոլոր նախարարական պորտֆելները ունի, սա չունի։ Բայց եթե մի բան փոխվեց, պատերազմական վիճակ Աստված ոչ անի, կամ ինչ-որ մի հատ ուրիշ բան, այդ նախարարական պորտֆելները կարող են վերաբաշխվել այդ ազգային ժողովում ներկա բոլոր ուժերի մեջ, դրա համար նոր ընտրություններ պետք չէ։ Ինչի համար եմ ասում։ Սրանք բոլորը իշխանություն են։ Իշխանության կոպիտ ասած գործադիր իշխանությունը ամբողջությամբ իրանցն է, բայց օրենսդիր իշխանության մեջ իրանք երկուսով են կամ երեքով են։ Այսինքն կորձընկեր են։ Իհարկե։
ազգային ժողովի բոլոր պատգամավորները գործընկերներ են, ասեմ ավելին, միջազգային հարթակներում իրանք հանդես են գալի միասին։ Իրան բոլոր պատվիրակություններում սրանք էլ տեղ ունեն, սրանք էլ տեղ ունեն, որ գնում Այսինքն խմբավարը մեկն է, օտաները դալիս է, բոլորը նվագում են, այսպես։ Այդպես պարզ չի, լավ չհնչեց։ Օրինակ, եթե Հայաստանը պետք է ներկայացնել Եվրոպարլամենտում, իրանք համատեղ դելեգացիայով գնում են։ Միասնաբար։ Հա, ու ակնհայտորեն իրանք նստում եւ համագործակցում են, թե ով պետք է ինչ ասի, ոնց պետք է անենք, որպեսզի Հայաստանի համար լավ լինի։ Հիմա տեսեք, եթե խոսքը վերաբերվում է նրան, իշխանության մեջ են։ Ապացուցեցի, հա, հարց մնաց, կասկած չմնաց, չէ՞ որ իշխանության մեջ են։ Հիմա ի՞նչ է պետք, որ այս երկուսով շարունակեն մնալ իշխանության։ Նիկոլը պետք է սրանք քրնգի, սրանք պետք է Նիկոլին քրնգեն։ Տերապաշխումը եղած է։ Դե իրանք նույն բանն են անում, այսինքն եթե սրանք տոկոսը մի քիչ էս կողմ, մի քիչ այն կողմ, Գյումրիում սրանք կկրեն, Էջմիածնում սրանք կկրեն, բան կանեն, բայց իրանք նույն կերպ մնում են իշխանության մեջ։ Իրանք զավթել են իշխանությունը 99 թվականի հոկտեմբերի 27-ին, մինչև մա չեն բաց թողում։ Այս վիճակը հավերժական է։ Ոչ, հավերժական չի։ Դուք ինչպես կպատկերացնեք գալիք ընտրությունները, պարոն Սարգսյան։ Չեմ պատկերացնում ես գալիք ընտրությունները։ Դե ինչի։ Ժամանակ գա կպատկերացնենք, ու բան չի, հեքիաթ չի նստենք պատկերացնենք։ Այսինքն ինչպես, եթե դուք քաղաքական իրավիճակի մեջ եք, մասնագիծ եք աս գործընթացներն։ Հիմա բամը ձեր հայտնած գաղափարը խելքի մոդ է։ Եվ իրապես, եթե այդպես է, Հայաստանը պետք է փոխի այս ընթացքը։ Չէ՞։ Ու փոխելու է։ Դե ինչպես։ Սահմանադրական ճանապարհով։ Հարցս նաև այս, գիտեք, հիմա ծեր նման արդայդվողները, օրինակ գիտեմ հանրապետություն, հանուն հանրապետություն, ուրիշ անուններ կան, առանձին, այս մարդիկ ինչու, նաև դուք ինչու Կովկովիչ եք գար, պարոն Սարգսյան։ Ո՞վ ասեց։ Իրանք եկել են։ Ուր է։ Գյումրիում։ Վերջին անգամ Գյումրիում էր։ Արդյունքը տեսակ։ Հա, բայց եւ այս մարդիկ դակավին կշարունակեն, հիմա ես գտիդարգեմ բան հանուն հանրապետությունը շրջաններ գերտան գխոսին ժողովրդին է, բայց 2-3 հոգի կդեսնեմ ընդհանրապես, գիտեմ այդ անունները, բայց ինչու այս մարդիկ ուժ դառնալու միտում չունիք եւ շատ լավ գաղափարներ։ Ոնց կարակ դուք ինչ եք պատկերացնում, ինչպես եք հանուն Եվրոպայի հետ ինտեգրացիան ասեմ, որ օրենք դարձավ, չէ։ Չէ, 60,000 ստորագրությունը ես չտրի։ Նշվածներից արդյոք բոլորի մոտ դա կարմիր գիծա, որից իրանք չեն պատրաստվում նահանջել։ Արդյոք իրանք բոլորը պատրաստ են եթերից հայտարարել, որ Պուտինը խույլո է եւ ռազմական անձագործ։ Դե հիմա չէ, խնդիրը հենց այդտեղ է։ Խնդիրը նրանում է, արդյոք իրանք պատրաստ են իշխանության գալու առաջին իսկ վայրկյանին արգելել ռուսական բաները։ Բայց ինչ պիտի ստանա Հայաստանը այդ հայտարարությամբ ասենք։ Դու գալ հայտարարեցիք, ուրիշն ալ հայտարարեց։ Չէ, իշխանության գալու պահին։ Եթե շարունակվելու է, ասենք, ռուսական բանի մեջ մնալը, Հայաստանը ապագա չունի։ Այսինքն պետք է դիրքորոշումը արևմտամետ թե ոչ արև։ Բայց այս ծեր ասածով Ռուսաստանը ապագա չունի։ Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում Եվրոպամետ արևմտամետ կուսակցություն կոչվելը կամ քաղաքական գործիչ կոչվելը վաղուց դարձել է ինչ ասեմ գովազդային մեքենայություն։ Կովաստ։ Խոսքը նրա մասին է, որ երկրի ապագան դուք ոնց եք տեսնում։ Այո, ինչ ուղղության վրա։ Այո, երկրի ապագան, որտեղ գործում է գետ 1 ռուսական ստանդարտ, դա ապագա չի, դա ոչնչացում է։ Ես շատերի հետ զրուցում եմ։ Ինչ որ մի պահի բոլորի մոտ գալիս է, դե չեն կարա, չէ, Ռուսաստանից լրիվ փոխվեն։ Այո, վախ կա, որովհետև։ Որոնք վախում եք գնացեք գրողի ծոցը։ Լուրջ եմ ասում։ Վախում եք գնացեք գրողի ծոցը։ Ոնց որ 15 թվականին Վանում ասեցին, վախեցողները հաջողություն, ոնց որ Մուսալերան ժամանակ ասեցին, վախեցողներն խելոք գնացին տեն Սիրիայի անապատներում գորա։ Իզութոզները դուս եկավ։ Չէ, ինչ եք ասում, դե իրանք բայց մեկ գյուղալ մնաց, չէ, Մուսալերը։ Okay, մեկ գյուղ մնաց, խոսքը հենց էդ է, որ չվախեցողները մնացին։
Վախեցողները փուրն են գնացել, վախեցողների իզուտոզը պրծել է։ Չվախեցողներն են գնում։ Վախենում եք ախպեր, ի՞նչ եք քաղաքական դաշտից գնաց կձերեմ արջի։ Վախենում եք գնացեք խոսքի Թայիթիում Բայց ապրեք, այդ Բալիում պլատֆորմը, որով վրա պիտի Հայաստանի քաղաքացին ոտ կտնի, այդ հենարանը Դա Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմն Ինչ պատրաստ է տալու այսօր միջին խավին Հայաստանի Հանրապետության Դուք սխալ եք հիմա տանում խոսակցությունը, որովհետև դուք ինձանից պահանջում եք նախընտրական պլատֆորմ, չէ, դա հնարավոր չի սենց, դա ծիծաղալու է։ Շուտ է այսինքն թե։ Չէ, ոչ միայն շուտ է, դա ծիծաղալու է, SM ֆորմատը չի, որտեղ դա կարա ներկայացվի։ Սա բանավեճային ֆորմատ է կամ զրույցի ֆորմատ է։ Այս սրանից պետքա դուրս գալ։ Չէ, ես վախի գաղափարի ուզում Վախի գաղափարը հետևելն է, վախից չես կարա փրկես։ Մարդուն ասում ես, պետք է իմանաս, ինչից ես վախենում։ Հենց որ անունը տալիս ես, վախիդ, հիմնավորումը, դրդապատճառը, հետևանքները, արդեն պետք է չվախենաս։ Ինչից ես վախենում։ Իրանք Ռուսաստանից կտրվելուց դրանից չեն վախենում, հա։ Հաբա։ Իրենց շահերու Ոչ։ Իրանք իրանցից են վախենում։ Իրանք չգիտեն իրանք ով են։ Եթե ձեզ մեկը ասում է, որ դե Ռուսաստանից, որտեղ ինքը չգիտի ինքը ով է։ Ինքը իր հայ լինելը չի պատկերացնում։ Ինքը չի պատկերացնում, որ հայ լինելը Եվրոպայում դա արժանապատվության նշան է։ Ինքը չի պատկերացնում, որ Եվրոպայի վերնախավը շատ լավ գիտի, որ հայկական թագավորական ընտանիքը եւ բան է ֆրանսիական թագավորական ընտանիքը բարեկամություն ա եղել եւ Հայաստանը եւ հայկական հայոց պատմությունը ինքը հենց այնպես չի։ Դրա համար են գնում էս ոնց են ասում դրանց լավ в общем, որը որ Ալբանիան, Հայաստանը եւ Կամբոջան խառնում է իրար։ Քոչ որի պես բան են, էլի, ասենք, իրանց համար էլ պատմություն չկա։ Ցավոք սրտի Ռուսաստանի տակ մնացած մարդու մոտ ռուսական այդ մտածելակերպի խնդրեմը որն է Ռուսաստանը սենց ինչ-որ բան արել, ուղեղները հեռացրել է, լվացել է։ Ու ինչ-որ մարդկանց մոտ տպավորություն է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը դա նույն տիպի պետություններ են եւ նույն տիպի ժողովուրդներ, առհա ձեր բախտից։ Ադրբեջանը սկի ժողովուրդ չի։ Ղազախստանն էլ ասենք Ղրղստանի ինքնավար մարզ էր եւ սովետական միության հրամանով է ինքը ստացել հանրապետության նշան։ Այսինքն դուք հավասարության նշան եք դնում մեծ հաշվով ինչ որ նո 30 տարվա ընթացքում ստեղծված 40 տարվա ընթացքում ստեղծված պետականությունների, որոնք նույնիսկ բան չեն, nation չեն, հա, ազգ չեն, էթնիկ խումբ են հələ։ Եվ Հայաստանի միջև, որ ասենք եվրոպական պատմության մեջ գլխից կա։ Գլխից է ամենասկզբից։ Բաբելոնի գտնված ամենահին քարտեզում Հայաստանը կա։ Հայերի մոտ դա չի բան, հա, ինչ է, չէ, բան, Ռուսաստանը բան։ Արա պուշոչեք դուք։ Այսինքն մարդկանց մոտ այդ վախը նրանից է, որ իրանցից իրանց ինքնությունը վերցրել են։ Մեկը այն որ կորցրել էին Խաչատուր Աբովյան կոչված որը որ լեզուն զրկեց, ազգը լեզվից զրկեց։ Ես զարմում, ինչև հիմա արձանը դրած է, ամեն անգամ կապարիչս տրնում է։ Ինչ է արել։ Եվ ով դարավ իրեն, ադալ ուրիշ պատմություն։ Ով տարավ, ով փորեց, լավ արեցին, շուտ պետք է անեին։ 20 տարի շուտ պետք է անեին, դրա ոտը Հայաստանում չլիներ, բայց ինքը ինչ արեց։ Ինքը Ռուսաստանի գրաված տարածքներում ապրող հայությանը զրկեց կրթությունից, քաղաքական մտքից, որովհետև Սեբաստիայում, Վանում, Ադանայում, Պոլսում, Սմյուրնայում ամենուր հրապարակվում էին թերթեր, կար քաղաքական միտք, կար թատրոն, կար լեզուն կտրեց, սկսեց չհասկանալ։ Հանուն ինչի։ Հանուն Ռուսաստանի իմպերիայի։ Այո, հանուն Ռուսաստանի։ Դուք հիմա ասում եք, որ ես իրան չասեմ, վատ բառեր չասեմ։ Դե հիմա ասեցիք մի անգամ։ Չէ, խնդիրը ո՞րն է, հիմա պրոբլեմը գիտեք ո՞րն է։ Մինչև հիմա սրա արձանը դրած է քաղաքում։ Եվ մենք այդ փողոցը գլխավոր փողոցն է։ Պատվով դրած է։ Դուք էլ հարցնում եք ինչի են վախում։ Վախում են, որովհետև դրապես անձնավորությունների մեջ
ինչ որ բաբլի մեջ մեծացած ազգ է, որին որ ասում ես դուրս արի մի հատ տեղից։ Արա դուրս արի, դու ու ամենայն հարգանքով Ղազախը, Ղրղզը կամ ուզբեկը նույնը չեք, արա։ Դու նույնը չես իրանց հետ։ Ադրբեջանցին ստեղծվել է հա Ստալինի հրամանով 36 թվին, արա, չի եղել տենց ազգություն։ Դու նույնը չես, դու հավասար չես իր հետ։ Հերիք խոզերի հետ ընկնեք լապ եք, արա, վեր կացեք, ձեռներն էլ տվացեք, նստեք սեղանին։ Հետո էլ ասում եք ընդդիմություն, ուր է ընդդիմություն։ Խի ընդդիմությունը սենց բան է ասում Նիկոլի։ Կամ Նիկոլը ինչ-որ տենց բան է ասում, չէ, ընդդիմությունն էլ տենց սովետական միություն հարմար է էլի Մոսկվայում մեկը կա փողը կուղարկի, մենք կլափենք, սրան կտանք, կգնանք այդ մանկապիղծի հետ կնստենք, թուլափայ մեզ կտան, մենք եք ուտենք, լավ կնստենք, կոֆե կխմենք, կգնանք Տաշկենտ, Դուշանբե, Ալմատի, էլի ինչ-որ մի թուրքական յուրդի մեջ կնստենք, թեյք խմենք ոտերներս ծալած, բան քրդինկի հոտ վրեկներս կգա, ոչ մեկ չի նկատի, որովհետև նորմալ է, գյուղական ինտելիգենցիայի ցիլո կհակնենք, սովետական կոմունիստական կուսակցության ղեկավարի պես։ Բարդ չի, լավ է։ Պատի հնչի թե չէ մարդիկ։ Ձեր խոսքն է, չվախեք, մենք վերջին մեր օրագարկը կամ թեման Կարեկին երկրորդ Փաշինյան բայկարն է։ Ինչ կտեսնեք այնտեղ վերջին շրջանի մենք որոշ եպիսկոպոսներու կողմէ ինչ որ քայլեր նկատվեցան։ Գիտեմ որ գեհդեվիկ, բայց գրնալալ այդ մեկը վրիբած է ձեր ուշադրութենեն Աբրահամ Սրբազանի ներկայությունը վերջին բادرակին Վասկեն Սրբազանի արտահայտությունները, որ լրագրող մեր ընկերուհու Սուսան Բադալյանի հարցին պատասխանելով ասեց բادرակ է, բա ինչա դուք ասեք, բادرակ է թե չէ։ Սա ինչ է, ինչ որ նոր փուլի մարջև ենք բան Սարգսյան։ Տեսեք, ես մեծ հաշվով համարում եմ, որ եկեղեցու հարցերը պետքա լուծվեն եկեղեցու շրջանակներում, եկեղեցու հարցերը պետք է լուծվեն եկեղեցու շրջանակներում։ Իմ մոտեցումը Գարեգին երկրորդին պայմանավորված է ռազմական հանցագործ Վլադիմիր Պուտինի շքանշան ստանալով։ Ինքն էլ եւ ասել եք մեր եթերով էլ ասել եք։ Սա բայց այնադեն ասում եք Գդրիչ Սեսյան, հիմա ասում եք Գարեգին երկրորդ։ Որ դուք ասեցիք, թե չէ ես ուրիշ բան էլ կասեմ։ Դուք այդպես եք ասել, ես այդպես չեմ ասում, բայց դա ամեն դեպքում։ Այն ժամանակ ասեցիք Գդրիչ ուրիշ բան էլ կարամ ասեմ, բայց լավ, թողենք այդ։ Թեման հետևյալն է, որ այս երկու անձնավորությունները առնվազն, որոնք ինձ համար համարվում են ռազմական հանցագործության հանցակից։ Ընդ որում ամենակեղտոտ հանցագործությունները մանկապղծություն, հղի կանանց բռնաբարություն, վախենալու բաներ գսեք։ Դե ռուսական բանակը դրանով է զբաղվում, իսկ իրանք ռուսական բանակից ստացել են շքանշան։ Բանակի գլխավոր գերագույն հրամանատար։ Հիմա եկեղեցին եթե չի կարողանում եկեղեցին լուծել իր խնդիրները, ինչ կնեք։ Եկեղեցու, ուրեմն ասեմ ստեղ։ Այսքան բայկարե ետ եւ գիտեք։ Տեսեք, տարբեր բաներ կան, տարբեր մոտեցումներ կան։ Ես միշտ քանի որ ավելի բան եմ ազատական եմ։ Ես սիրում եմ որ մարդու ազատությունը սահմանափակվի նաեւ ինստիտուտներն էլ տենց։ Եկեղեցին հայ առաքելական Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցի հաշվի առնելով նաև իր ազդեցությունը եւ նշանակությունը համաշխարհային պատմության մեջ նաև իր քույր եկեղեցիների հետ կաթոլիկ, բողոքական, թերագադարություն, այս բոլորը միասին պետք է հասկանան, որ եթե Կտրիչի հարցը սենց մնաց, մոտակա ժամանակներում չլուծվեց, բոլոր քրիստոնեական ինստիտուտների վարկանիշը ժողովրդի մեջ ընկնելու է։ Արդեն ընկել է։ Չէ, արդեն ընկել է մի կողմ, ընկնելու է։ Դեր կահավիժելու է։ Այո, որովհետև բացի նրանից, որ մեկ հոգու բաց թողում, սա թողենք մի կողմ։ Հիմա բաց թողում ըստ տարբեր բաների, լավ։ Ես էլ եմ ընդունում, պետք է չընդուներ շքանշանը, պետք է չվերցներ, պետք է օկտեմբերի 27-ին տենց չաներ, պետք է 44-ի ժամանակ ամեն օր կանգներ ասեր, չգիտեմ, խաչակրած արշավանք եմ կանչում, պետք չի արել։ Չի արել, վախեցել է,
վախեցրել են, առել են, իրական չի։ Բայց եկեղեցին ներսը չի կարողանում այս հարցը լուծել։ Այ հենց այդ է հարցը։ Դե հա, հեսա բադգերը հիմա։ Ինչ կարանք անենք։ Ուրեմն, չէ, նորից։ Հա։ Եկեղեցին ինքը իրենով պետք է զբաղվի։ Քաղաքացիական կոպիտ ասած մարդիկ, մենք, ես, դուք, եթե եկեղեցու վարչապետը առավել ևս վարչապետը։ Խառնելու բան չունի, չէ, վարչապետը խառնվում է ինչ որ խառնվելը ո՞րն է հիմա իրենք ասում են Նիկոլ Փաշինյանը բայկար է դանում եկեղեցիի դեմ։ Սուտ են ասում։ Նիկոլ Փաշինյանը բայկար եկեղեցի դեմ չի կարա տանի։ Այդ ինքը կերազեր տաներ։ Այդ իր վարկանիշը բարձրացնելու եւս մի տարբերակ է։ Որ յանի տեսեք ինչ բանը թիզուկ եմ եկեղեցու դեմ պայքարում։ Հիմա ինչ սցենարները ինչ են։ Արդեն 3-րդ, 4-րդ ամիսն է, չէ՞։ Ինչ 4-րդ ամիս, ես կարող է տարիներ տևի։ Դե, դարիներ տևի։ Դուք այդ շունչը ունի մեր ժողովուրդը գրնա սпасել։ Ամեն օր այս թեման նույնն է։ Չեք հասկանում։ Այս թեման միշտ, այսինքն ցավոք սրտի թե ուրախ ժողովրդի միևնույնն է։ Ինչպես միևնույն։ Այդտենց դուրս եկեք փողոց։ Դուրս եկեք փողոց 2018-ին գսենք, չէ՞, դուրս եկեք։ Նո, դուրս եք, չէ, այդ իմաստով չէ, դուրս եկեք փողոցում հարցրեք։ Ժողովրդին լրիվ միևնույնն է։ Այս այն հարցը չի, որը հետաքրքրում է Հայաստանում ինչ-որ մեկին։ Ընդհանրապես չի հետաքրքրում մեծ հաշվով։ Ես դրա համար եմ ասում, եկեղեցին, եթե ուզում է գլոբալ երկարաժամկետ եւ խոսքը իրոք ռազմավարական երկարաժամկետ 50, 100, 150 տարվա հորիզոնի վրա իր ազդեցությունը կամ որպես բարոյական առաջնորդ իր դիրքը հայոց մեջ պահի, ինքը պետք է հիմա այս հարցը լուծի իր մեջ, պետք է հավաքվեն, չգիտեմ, եպիսկոպոսներով կամ մոտիկ կանգնածներով կամ նաև կաթոլիկ եւ բողոքական հայ եկեղեցու, չգիտեմ, սաղով պետք է հավաքվեն կամ իրար WhatsApp-ով SMS գցեն, ասեն հավաքվի վեշերը կաչի, ասա հիվանդ եմ, չեմ կարում, մեռնում եմ, ինձ բուժեք։ Մենք եկես պատվով, փարկով ասենք լավ, հիվանդ է, կտրիչը հիվանդ է, բան չենք ներում, տանում ենք բուժելու։ Գնա մի տա ապրի քո համար, ոչ մեկ քեզ բան չի ան։ Գնա այդ շքանշանները, հավքի աղբորը տել կուղարկենք հետևից, որ քեզ սիրություն։ Ով կգարավարի։ Էական չի։ Խոսքը նրա մասին է, որ բայց հետևորդներ էլ ունի, պարոն Սարգսյան։ Հետևորդներին եք ուղարկենք իր հետևից։ Դե իր հետևորդներն են, թող գնան իր հետևից։ Չէ, խնդիրը ո՞րն է։ Մենք ունենք հարց։ Եկեղեցին պահենք որպես ինստիտուտ, որը բարոյական ողնաշարն է պահելու ազգի, թե նորը մշակենք։ Եթե այսօրվա, ոնց որ դուք եք ասում, հայաստանյաց, սուրբ, բան այդ հին ձևակերպումները շատ լավ է, հրաշալի է, տակը պետք է բան լինի։ Տակը պետք է բան լինի։ Եթե տակը չկա, ինչ սուրբ, ինչ եք խոսում։ Շքանշան է ստացել կաթողիկոսը, սաղ եկեղեցում 60 եպիսկոպոսով հավաքվել է, մեկը չի կանգնում ասել, շքանշան է ստացել, չես ամաչում, կդրիչ։ Ինչն է դժվար դրա։ Թող իր մեջ պարտադիր չի մենք իմանանք դրա մասին, փակվեք ձեր բանում, էջմիածնում փակվեք, բացատրեք։ Այդքան ծանր իրեր կան, այտենց բացատրեք։ Բացատրեք, ասեք, չի լինում այտենց, ընկեր, ուզում եք կադրերը տամ, տարեք այդ կադրերը ցույց տվեք, վիդեո կադրերը ոնց են այդ երեխեքի մարմինները սենց ծբխված ասֆալտով։ 2 օր առաջ բանում հենա տրակշենք են տրակացրել, մանուկ երեխա, հղիկին, բան ինչ ասես, մահացած սենց լցվածա։ Դրեք դեմ ասեք, սրանից չկանաշան են ստացել։ Դու այ հորդ Աստծուն մեռնեմ։ Հավաքվի գնա չես ամաչում։ Աղբորդ էլ հավաքեք, սաղավոտ գնացեք, էլ չենք ասում, որ Նոյան Տապանիային կտորը, որ կար, որ հանեց տվեց Ռուսաստանի այդ բանին, մեր բաներից, պահածոներից, այդ սուրբ իրերից, մասունքներից, բաներից, բռնե բաժանել է ռուսներին, այդ սաղը թողենք մի կողմ։ Լսի սխալ ես քեզ պահե, ժամանակը անցել է վերջ, Ռուսաստանի հետ կապը անցել է, սաղ աշխարհը գիտի, որ նու սենց ասեմ, չես կարողանում հերքես, որ դու չես աշխատել, դու կամ աղբերդ KGB-ի կամ FSB-ի հետ։ Հələ չեք կարող ապացուցեք, որ չեք աշխատել։ Հավաքվեք գնացեք։ Ամոթ է, ուղղակի հավաքվեք գնացեք։ Իսկ ինչպես մեր հյուրերը մեկը գսեր, եթե հանգարց վերջին բահուն
Մոսկվայեն զանգ կա վարչապետին, որ դադրեցուր այս պայքարը։ Ռուսներին պատասխանելու ունենց լավ ձև կա ուկրաինացի միած սահմանապահին, որ պատասխանել է Մոսկվա նավին։ Կարամ միացնել։ Դե ասեք, Չգիտեք։ Չէ, ռուսերենով Հայերենով հայերենով չեմ կարող ասեմ, կկտրեք։ լավ, մի ասեք։ Ինքը ասում է ռուսկի военный корабль иди։ Ես հասկացա, բայց Հա։ պիտի չուզեմ։ Գրողի ծոցնա ուղարկում էլի։ Բայց դա արդեն միջազգային բրենդ է սաղ աշխարհի Կարա վարչապետը այդպես։ Ուրեմն ինքն էլ է սխալ, ինքն է պիտի կտրի չի այդ գնային թե չի կարա։ Եթե Հայաստանի վարչապետը չի կարա ռազմական հանցագործին ուղարկի գրողի ծոցը, ուրեմն ինչ որ մի բան սխալ է։ Այո։ Անգերտ զրույց էր։ Պարոն Սարգսյան, մի քիչ թեժ, ինչպես ասում ես, չվախեք Միանշանակ։ Եվ շնորհակալություն գայտնեմ մեր ագնտիրներուն հետևելու համար մեր հաղորդումներուն եւ դարաձելու մեր տեսանյութերը մենք անգերտ զրույց ունեցանք այսօր Գարեն Սարգսյանի հետ նաեւ հորդորս է որ դարաձեք մեր տեսանյութերը լայք մսեղմեք մի խոսքով այդպիսով նեցուկ կանգնած գլակ անգախ մամուլի մեր առաքելության բարի մցես